Չգիտեմ, նույնն էլ Երևանում է, նույնը տապն էլ Երևանում է։ Գիտեք ինչ, այստեղ մի բանը լավ է, որ քնելու ժամանակ ջերմաստիճանը զգալիորեն իջնում է։ Կարող ես քնել առանց air conditioning-ի, բայց չգիտեմ, Հայաստանում ինչքան ես հիշում եմ, այդքան գիշերը չէր իջնում, էլի տենց բանը։ Չէ, տարբերությունը մեծ չի, բայց այդ air conditioning-ը այնքան տարածվեց բարեբախտաբար, որ մարդիկ զինվեցին այդ օդորակիչներով եւ հիմա համեմատաբար նայում ես շենքերը, ասա այնց պատուհաններից կախած է այդ բաները, շարժիչները, յունիտները։ Մեր մոտ արաբական թերակղզուց տաքոթային հոսանքներ են ներթափանցել եւ այո այսօր վաղը պահպանվելու է մյուս կեսին շաբաթվա ասում են իբր պետք է մի փոքր անձրևի այնպես որ ապրանք եւ տեսնենք ոնց բայց մի բան էլ ասեմ էլի air conditioning-ի տակ քննելն էլ մի բան չի ես չեմ սիրում այդ ծայրահեղ դեպքում մենակ բան չասեցի բայց եթե տոտ չկա շնչելու եւ տոտ արդեն այդ ամենը դառնում է ոնց որ երկրորդական էլի ինչ անես ձև չկա ուրիշ դիմակայելու մեր մոտ մանավանդ դες հա պատուհանները բացում ես փողոցին շատ մոտ այդ սպալնի ռայոն կոչվածները քիչ են մեզ մոտ քաղաքը երթևեկությունը միջև գիշերվա 3-ը 4-ը գնում են գալիս են գոռում են ղժում են բան ստիպված պատուհանները փակում ես օթորակիչը միացնում ես որ համ լուր լինի համ զով լինի դրա համար էդ է ինչ արած ինչ անենք ազգային ժողովի տուրու դմփոցները տեսակ այո Չգիտեմ ինչու ինձ թվում էր որ պիտի մի փոքր ավելի հանդարտ լիներ կամ բան բայց բարձում է որ չէ Ընդհակառակը սա ինչքան պիտի սենց շարունակվի եւ չլինի Ես այսօր ահավոր մտքի հանգեցի ասում եմ նախորդ գումարման ազգային ժողովի ընդդիմության հատվածը ավելի քաղաքական էր քան սա Սրանք լրիվ ոնց է փողոցից հավաքած ինչ որ sense տպեր են ովքեր եկել են չես հասկանում ինչի նպատակը խանգարելու միակ բանը խանգարելն է ես այդ եմ հասկանում այնտեղ կարող է համաձայն չլինես իրանց հետ SN-ին բայց նայում ես ասես քաղաքական գործիչ են ինչ որ ծանրակշիռ ինչ որ մի բան կա մեջները լավից վատից այստեղ լրիվ մանկապատանեկան խմբական նովը վալնանա լրիվ էս որ եղավ նա շատ վատ է կարճ ասած Եվ այդ սեղաններին հարվածելը Փաշինյանն են մեղավոր ամեն անգամ այդ որ ասում է վեհապարին անունով դիմելուն պես կտրիչ Ներսիսյանն ինձ ասում է սրանք շրեղ հարվածում են բան բողոքի ակցիա են անում հա հարվածելով սեղանին Խրուշյովն են դառը էլի հա պիտի շուր գա իրանց ասի Ժորժան օքեյ ըստ ձեզ հիմա որպես ընդդիմություն Հայաստանի Հանրապետության ընդդիմություն հանի նկարը ցույց տա որ բոլորի ցույց է տալի ասի էս տիկինը Այս ինչ մարդու դուստերն է թե դուստերը չի դուստերն է չէ հիմա եթե այնտեղ նստած անձնավորությունը մեր բանում ինչա կոչում հոգևոր տաճարում մայր տաճարում նստած անձնավորությունը եթե ունի դուստեր ինքը կարող է լինել ոչ թե վարկաբեկես ոչ թե անունով դիմես ստորադասես որ իրանք ակցիա անեն այլ հարց տաս իրանց ըստ ձեզ այդ կյանքով ապրող մարդը ամենայն հարգանքով Երեխա ունեցող մարդը էլի Աստված պահի բոլորի զավակներին իրավունք ունի լինի կաթողիկոս թե չէ վերջ կարճ կոնկրետ նույն տրամաբանությամբ ոնց որ ասենք Պորտուգալիայի քաղաքացին չի կարող լինել Հայաստանի վարչապետ նույն տրամաբանությամբ ասում է ասում է այդպես էլ ասում ինքը հարցականով է ասում սենց ասում չէ ասում է եթե երեխա ունի կարող է լինել այդ պաշտոնը բանը զբաղեցնել ասում է բայց այստեղ ախր ուրիշ հարց էլ կա Դուք կարող ես դիմել ինչ ազգանով է դիմում է դուք համաձայն չեք դուք ասեք կաթողիկոս սրբազան ինչ ուզում եք ասեք բայց դու ոնց կարող ես արգելել մեկին ասել իր ազգանունով մարդուն այդ մարդու ազգանունն է այոյանք չի վիրավորանք չի ազգանունն է այսինքն ինքը համարում է որ այս մարդը կապ չունի եկեղեցու հետ դրա համար ելն եք դալիճից դուրս գաք Դուք էլ ձեր արգումենտը բերեք, ասեք դա սխալ է, այս մարդը սենց է եւ այլն, ոչ թե խփեք սեղաններին, հետո վեր կենաք դուրս գա, դրանով ինչ հարցալուծում, ես չեմ հասկանում։ Էլ եմ ասում, ես մի բան եմ հասկացել, ուզում են ամեն կերպ խափանել ազգային ժողովի աշխատանքը։ Ես դա եմ մենակ տեսնում, ուրիշ բան չեմ տեսնում։ Մի օր չեկան մի բան բերեն, մի գաղափար բերեն, մի բանի մասին խոսեն, որ ինչ որ հետաքրքրություն աներկայացնում ժողովրդի համար։ Դուք այդտեղ ժողովրդի ծառաներն եք Ոչ թե խանգարողներ ես ծառաներն են, ծառաները Այո Սա լավ չի երևում ու սրանք չեն կամ մինչև վերջ գնալու են երևում արդեն վերևից Նոր ասկսում պատմությունը նոր է մեկնարկում Եվ այս բանի պատմությունները Հետո դուրս են գալի որտեվ ասելիք չունեն արդեն
Heç լավ չի վիճակում։ Ամբիոնից արած որոշ հայտարարություններ եմ առանձնացրել, հա, ինչ հայտարարություններ արեցին, ոնց արեցին։ Հայաստան ենք փնտրում Հայաստանից դուրս, ասում է Փաշինյանը, եւ Հայաստան ենք եթե փնտրում Վրաստանում, հայրենիք ենք փնտրում Ադրբեջանում, հայրենիք ենք փնտրում Իրանում եւ Թուրքիայում, նշելով 4 բաներին, ասում է իսկ տրամաբանական չի, որ այդ նույն 4 հարևաններն էլ սկսում են հայրենիք փնտրել մեր տարածքում, եւ դա արդեն սկսվում է լրիվ ուրիշ պատմություն եւ ուրիշ բան։ Դե այդ հայրենասիրության էլի ձևաչափին են գալի, էլի։ Հստակ ասեց, որ ասեց մենք չենք փնտրում ոչ միտեղ Հայաստան, չպետք է փնտրենք, որտեղ պրոբլեմա դա վերում։ Ճիշտ է ասում։ Բավականին լուրջ է այդ վիճակը։ Կամ Նախիջևան բարի արտահայտության շուրջ եղավ։ Այո, կարծացի։ Ինչի եք ասում Նախճեվան, այլ ոչ թե ասում Նախիջևան, ասում են նույն նրա համար, որ ասում եմ Սևան, որ ուրիշը Սևանին չասի բասարգեչար եւ այսպես, չէ, բասարգեսա չէ, բան, ինչ չէին ասում, գյոգչա, հա։ Ասում են ինչը, որ մեր տարածքից դուրս է, քաղաքական էթիկան ասում են, որ պիտի կոչես այն անունով, ինչ որ այդ երկրի տարածքն է։ Եթե սկսենք ասել մեր անվանումներով, այդտեղից գնում է արդեն ուրիշ պատմություն, եւ սա էլ է շատ դժվար ընկալել շարքային քաղաքացու համար իրոք։ Դիվանագիտության լեզուն ինչի պիտի շարքային քաղաքացին այդ ամենը ոնց որ ընկալի գիտակցի։ Ախր այնքան տրամաբանված է ու պարզ տրամաբանություն է։ Եթե մենք ուրիշից հող ենք ուզում, ուրիշն էլ մեզնից է հող ուզելու, դա պատերազմները ոնց են սկսում։ Այդպես են սկսում։ Ամբողջ մարդկության ընթացքը հասկանալու էլի։ Որտեղ մենք այդ տեսակ մտածելակերպ քաղաքական չենք ունեցել երբեք, հա։ Դրա համար հիմա մի տեսակ տարօրինակ է, բայց երկու փաստ իրար կողք որ դնում ես, կարող ես գալ հասարակ եզրահանգ, որ այդ է ճիշտը։ Որ մենք իրավունք չունենք էլի այդ մեր այդ հողերով, բաներով, այս ինչ թվին էս ենք եղել, ծովից ծով Հայաստան, դպրոցական խոսակցություն է։ Բացի խնդրից ուրիշ ոչինչ չի բերելու դա։ Որ իմանամ, հա, կտան մեր հողերը, կասենք այո, բայց ախր ծիծաղելի է անգամ։ Լավ, այս մեր հողերը թեման փաստորեն մեր ողջ պատմության ընթացքում մեզ ուղեկցելու է, էլի։ Այսօր Նարեկ Կարապետյանը Փաշինյանին հարցնում է, ասում է. «Պարոն Փաշինյան, հստակ պատասխանեք, երբ են վերադարձնելու մեր հողերը»։ Բառացիոնը սենց ասում է։ Այսինքն ես այդ երբ են վերադարձնում մեր հողերը հայ ժողովրդի պատմության դարավոր հարցադրումն է, որը մեզ հանգեցրել է հենց այն տեղին, որտեղ մենք կանք այսօր։ Այսինքն երբ են տալու մեր հողերը, Փաշինյանը ասում է, երբ որ սահմանազատվի այն թուղթը, որը ստորագրել են 29800, չգիտեմ, ինչքան է վերջնական թիվը հիմա եթերում։ Երբ որ այդ սահմանազատվի, այդ ժամանակ եսիմ ինչ, հիմա այն բանն է, վաղը կանենք, ինչքանով է երաշխավորված, որ այսպես չեն անի, այնպես չեն անի, դրա պատասխանը հստակ չկա ոչ միտեղ։ Այդ որ մի երկիրը հստակ կարող է ասել, այ սենց գրած ասեն, այ սենց նույն ձև անելու են 2 տարի անց, 3 տարի անց, աշխարհի ասա դու ինչ կապում ես այդ հողերի հետ, այ միլիոնատեր, միլիարդատեր, դու որտեղից եկար, ինչ ես հասկանում, հա, երբ եք ընդհանրապես այս հարցերի շուրջ դու խոսել, հա, կամ դու պատմություն գիտես, ինչ գիտես, ախր բացի փողի աշխատելուց ու սուտ խոսելուց, հիմա եկել ես բան ես անում, սենտիմենտի վրա ես խաղում ժողովրդի։ Փաշինյան Ագնեսա Խամոյան զրույցից մի հատ հատվածը շատ դուրս եկա, որ ասում է, պարոն Փաշինյան, դու գիտեմ, որ շատ լավ եք շարադրություն գրում 4-րդ դասարանում, հա, ինչ ասես շարադրության վրա բան ասում, եկե Փաշինյանը շուռ եկավ, ասում է, չեմ հասկանում, ինչու եք դուք քմահարանքով խոսում շարադրության մասին, ես հասկանում եմ, որ դուք հիմնականում թելադրության կողմնակից եք, այդ այնքան ասես տակից բան կա, որ ձեզ միշտ թելադրում են, էլի, ինչ պիտի ասի, ոնց բան, ասում, սա ինչ քմահարանք է շարադրության նկատմամբ, ասում եմ, շարադրությունը լավ բան է, երևակայությունն է զարգացնում, ազատ խոսքը, ազատ միտք, ես գիտեմ, որ դուք թելադրության կողմնակիցն եք հիմնականում, թելադրություն փաստորեն։ Դուք ո՞րն եք սիրել դպրոցական տարիներին, թելադրությունը, թե շարադրությունը։ Ճիշտ ասած ոչ մեկը, բայց թելադրությունից ընդհանրապես է գժվում, հա, մեկը գլխիդ կարդում, դու պետք է գրես, չգիտեմ, ինչ ստորացուցիչ բան կա դրանից, ինձ համարվում է։ Մեր ժամանակով Ռուբինա Նազարյան գրքեր կային, կապույտ գույնի, տեղից էին բանանում, ամրան արձակուրդներին անգիր էին։ Ձեր ժամանակ կար թելադրություն դեռ։ Ոնց չկար, դա սրբության սրբոցն էր։ Բայց թելադրությունը ինչի համար է, ուղղագրության համար է, որտեղ գրել գիտես թե չգիտես։ Ուղղագրություն, կետադրություն։
Բարերը որ ճիշտ գրես, էլի։ Ինքը թելադրում էր, քանի հետո նվաստացուցիչ հաջորդ փուլն էր սկսում, որ ամբողջ դասարանի առաջ ստուգում էին։ Հա, ու ասենք ասում էր, չգիտեմ, Պողոսյան Պողոս 20 հատ սխալ է սարը, 2 է ստանում, բոլորի առաջ է դիպտի քննարկվեր, սխալների ուղումը գրատախտակի։ Ես գիտեք ինչն եմ հիշում, այդ տենց տետրակը սառնում է սաղ կարմիր ընդեղ ջնջած բաները սխալ։ Հա, բոլորի մոտ է, բոլորի մոտ է, հա։ Okay։ Դպրոց փոխադրություն մի հատ էլ կար, ինչ էր շարադրություն, փոխադրություն, թելադրություն, ինչ կարելի։ Շարադրություն, հա։ Այսինքն շարադրությունը պիտի շարադրեիր ինչ որ թեմայի մասին, հա։ Միտքդ ազատ էր ավելի, փոխադրությունը քեզ թելադրած նյութը քո բարերով պիտի վերաշարադրեիր, այսինքն բառապաշարներ իբր հարստացնում։ Շարադրությունը երևակայությունն էր զարգացնում, որ ինքը ասում էր գարնան մասին գրի, բացեք դռները գարուն է գալիս։ Այդ է շարադրությունը։ Այդ է շարադրությունը։ Ինչպես անցավ արձակուրդը։ Հա, այդպես մի բան։ Ինչպես մենք գնացինք դասեր։ Իմ արձակուրդը սկսեց լա։ Բայց բաց չէր։ Ու գիտես ինչն է հետաքրքիր, որ իբր այդ դպրոցական հիմնական առարկաների մեջ այդքան ունենալով այդ շարադրություն մյուսը, բայց մենք բանավոր խոսքի չտիրապետեցինք։ Մեր ժողովրդի մեծ մասը խոսել չգիտի։ Մի երկու թեմայի շուրջ կասման են իրար։ Դա իր խոր պատճառներն ունի, սովետական տարիներին պիտի անպայման խոսքը տայիր, իրենք ստուգեին, հանեին, ուղեին, տային, որ դու կարծայիր, իրենք դիտմամբ չէին թողնում բանավոր խոսք ասես, որտեվ հանկարծ կարող ես մի սխալ բան անել։ Ու այդտեղից գնաց այդ բանը թղթով կարդալը, որ մարդիկ բանավոր վախենում են խոսել։ Բայց 90-ականներից սկսյալ մեր սերունդը որ ասես, չգիտեմ, անցյալ օրը բան էի կարդում, ուրեմն Ֆինլանդիայի մասին, ուրեմն դպրոցներում Ֆինլանդիայի մինչև որ դասարաններ աստվածին 14-15 տարեկան ընդհանրապես տնային աշխատանք չունեն։ Ընդհանրապես չունեն։ Դպրոցում են միայն սովորում։ Եվ առաջի քննությունը տալիս են 16 տարեկան հասակում։ Մինչև այդ քննություն չկա, գալիս դպրոց գնում ես, ինչ սովորեցի։ Դրա համար էլ իրանց բանտերը ազատ են, մարդ չկա բանտում։ Իսկապես չունեն կալանավոր այման։ Ոչ թե քաղաքական, ընդհանրապես չունեն։ Դե երանելիություն է, էլի։ Ես հիշում եմ, առաջ 6 օրյա էին դպրոցական օրերը։ Մեր մոտ էլ է։ Ինչ շաբաթ օրն էլ ենք դպրոց գնում, եւ անգամ շաբաթ օրը տնային աշխատանք էին տալիս, այլ մի հատ կիրակի կա որ ծնողդ ինչ-որ տեղ գնաց բան անես, էլի պիտի այդ օրը դաս սովորեի։ Սա բարբարոսություն է, էլի, ոնց կարելի է երեխաներին այդքան տան։ Դրա համար էլ գիտենք ինչն է բանը։ Դրա համար էլ երեխաների մոտ ատելություններ առաջանում դպրոցի նկատմամբ։ Տարածիորեն ոնց որ տանջանքի տեղ լինի։ Եթե շաբաթը մի օր չես կարողանում հանգստանալ այման։ Գոնե կամ հիմա չգիտեմ այդ ուրբաթ օրը շաբաթ չկա դպրոց, չէ՞, եթե ճիշտ եմ։ Մեր ժամանակով կար, հիմա չգիտեմ, եթե չեմ սխալվում, այս երկու առաջի, երկրորդ, երրորդ դասարան տարականներում կարծեմ չկա, բայց որոշ բաներում կա։ Հիմա ես հաստատ չգիտեմ, բայց ես հաստատ գնացել եմ շաբաթ օր, այնց որ դա իրոք համաձայն եմ ձեզ հետ տառապանքեր եւ ոչ մի լավ բան այդտեղ չկար։ Այսօր ազգային ժողովից կրթությունից բնականաբար խոսեցին, ասում են հետեւյալը. հիմնական նպատակն է այս կառավարությանը, որ այսօր ներկայացնում էր պլանը, այս առաջին 5-ամյակը որ պիտի լինի, հիմնական նպատակն է ուղերձը հետեւյալն է, որ մենք ի վերջո արձանագրենք մեր քաղաքական հանրային տեսլականը բարեկեցության հասնելու մեթոդի մասին, որ աշխատանքն է բարեկեցության հասնելու միակ մեթոդը։ Աշխատանքը։ Ոչ թե թալանը, ոչ թե կաշառքը, ոչ թե գողությունը, այլ աշխատանքը։ Դե աշխատանքն էլ արդեն պիտի այդ կրթության վրա հիմնվի, նայած ինչ աշխատանք ես ստանում, ինչ կրթություն ունես, ինչ մասնագիտական հմտություններ, մյուս։ Վարչապետի խոսքով մեր իրականության մեջ աշխատանքը միշտ ասոցացվել է չարչարանքի հետ, որ աշխատանքի արդյունքում դու պետք է ունենաս սոցիալական ապահովության կարիք։ Փաշինյանը ըստ Փաշինյանի դա ինչ որ առումով խորհրդային մտածողության ձևաչափն է, քանի որ աշխատանքն ու սոցիալական ապահովությունը շատ իրար հետ կապակցված չեն, դրանք զուգահեռ process-ներ են։ Մենք ուզում ենք փոխել այդ տրամաբանությունը, իհարկե մենք հասկանում ենք մտահոգությունը, բայց մենք ուզում ենք փոխել։ Մեր տեսլականը այն է, որ աշխատունակ մարդկանց առավելագույն տոկոս իր աշխատանքով կարողանա պատշաճ վաստակել։ Մենք ուզում ենք, որ բարեկեցության հիմնական բանաձևը լինի աշխատանքը։ Նրա խոսքով,
իհարկե կան սոցիալական շերտեր, որոնց պետք է մշտապես աջակցել, ինչու՞ չէ, կենսաթոշակառուները, մյուսը աշխատամության խնդիրներ ունեցողը եւ այսպես շարունակ, բայց հիմնականում այո, աշխատանք եւ աշխատանք։ Այստեղ բանը հետաքրքիր է, այս հապկի հետ կապված բավական խիստ է արտահայտվել Փաշինյանը, մենք հապկում մեր աշխատանքները չենք ակտիվացնելու, ազգային ժողովում ասել է Փաշինյանը, շարունակելով, գիտեն, որ հապկում քննարկումներ կան, կազմակերպության կանոնադրությունն էլ նախատեսում է նման բան, որ կարելի է երկրին հեռացնել կազմակերպությունից։ Շատ գոհ կլինեմ, եթե հապկում որոշեն Հայաստանը հեռացնել կազմակերպությունից։ Համենայն դեպս մեզ կազատեն դուրս գալու չգալու երկընտրանքից ասել։ Շատ կոպիտ էր, բայց դա շատ կտրուկ էր։ Արդեն կամուրջները վառում է, ես այդպես եմ հասկանում, որ հանում եք, հանեք, հա, վերջացավ։ Հայերեն ասած, ավելի լավ է հանեք պրստենք շուտ, քան թե րոպեն մեկ երբեք դուրս գալի, հանեք, մենք էլ պրստենք դուք էլ։ Պեսկովը բնականաբար պատասխանը չուշացրեց Կրեմլից շատ հստակ, հա։ Ռուսաստանի նախագահի մամլուքարտուղար Պեսկովը արձագանքել է վարչապետ Փաշինյանի ազգային ժողովի դահլիճում հնչեցրած հայտարարությանը, թե ՀՀ-ում գոհ կլինեն, եթե ՀԱՊԿ անդամները որոշեն Հայաստանին հեռացնել կազմակերպությունից։ Պեսկովի խոսքով, եթե Հայաստանը այլևս կարիք չունի ՀԱՊԿ-ին անդամակցելու, ապա Երևանը ազատ է ընդունել համապատասխան որոշում եւ դուրս գալ կազմակերպությունից։ Դժվարանում եմ հասկանալ, թե ինչ է նշանակում գոհ լինել, եթե նրան հեռացնում են։ Բայց մի րոպե ի՞նչն է դժվար հասկանալ։ Ասա դուրս չի գալիս, այդ ուրիշ բան է, բայց այնտեղ չհասկանալու ոչինչ չկա, գոհ կլինենք որ։ Եթե Երևանը այլևս կարիք չունի անդամակցության, այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության այս կազմակերպությանը, այսքան կարևոր։ Այդքան կարևոր կազմակերպությանը ելնելով իր ազգային շահից, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնել եւ կազմակերպությունից դուրս գալ։ Իմ կարծիքով, իմ նեղ շատ համեստ կարծիքով, ռուսները Ադրբեջանին ուզում են քսի տալ մեր վրա, բայց Ադրբեջանն էլ չի ագրեսիա անում։ Արդեն, հա, որովհետև Ալիևի հռետորաբանությունն էլ որ նայես ոնց է տողատակերում հարվածում Ռուսաստանին, ասա ես իմ ուզածը վերցրել եմ, ամեն ինչ վերցրել եմ, ես էլ ձեր ձեռի խաղալիքը չեմ դառնա ասում եմ։ Այո։ Ոչ եմ։ Եվ գիտեք ինչ, ինչքան ռուսների դիրքը պատերազմում վատանում է Ուկրաինայի հետ պատերազմում, այնքան բոլոր այդ երկրները քիչ-քիչ սկսում են Ռուսաստանից հեռանալ արդեն, որտեղ էլ չունի առաջվա Ռուսաստան ուժն ու բանը, բայց իրեն պահում է էլի այդպես, որ ինքն ամբողջ այդ հարցերը լուծելու այդ ռեգիոնում եւ ոչ միայն այդ ռեգիոնում, այնպես որ բայց արդեն անիվը սկսում է բան աշխատել դատարկել։ Այո։ Այսօր Ուկրաինայի ոչ մի ասեք այդ ավարտեք թեման, հետո Ուկրաինայից խոսենք։ Մենք ոչ միայն Ադրբեջանում, այլև Թուրքիայում չպետք է Հայաստան փնտրենք, Իրանում չպետք է փնտրենք, Վրաստանում չպետք է փնտրենք, էլի Փաշինյանն ասում։ Երբ մենք հայրենիք ենք փնտրում մեր 4 հարևանների միջազգայինորեն ճանաչված տարածքում, բացում ենք այն դուռը, որով նրանք իրենց հայրենիքն են փնտրում Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքում։ Ախր սրան շատ չհասկանալու բան չկա այստեղ, ճիշտ է ասում։ Մենք այդ պահանջներով մենք միայն մեզ ենք վնասում։ Առաջինը որ ոչինչ չենք ստանալու բնականաբար, ոչ մեկը չի տալու իր հողը կամ երկրորդը ագրեսորի բան ենք ստանում, որ հող պահանջելը ագրեսիա է։ Այմար գոնե այս պայմաններում ես գիտեմ մենք չի կարողանում ասել, որ հիմա մենք չենք կարող պահանջել։ Այ միգուցե վաղը միսօր իրավիճակը քաղաքական եւ մեր երկրի այնպես փոխվի, որ կարողանանք մի բան պահանջել, բայց առայժմ մենք դրա ոչ իրավունք ունենք, ոչ էլ կարողությունը։ Սա հստակ է արդեն դառնում։ Ինքը չի կարող նման բաներ ասել, բայց հասկացողը պիտի հասկանա։ Դա հասկացողը պիտի հասկանա, բայց հասկացողներն են քիչ մեծ հաշվով։ Ընթանանք առաջ, ես Ուկրաինայից որ խոսեցինք, բարեկամներ, այսօր Ուկրաինայի անկախության օրն է։ Ուկրաինայի անկախության եւ այսօր շնորհավորական ուղերձ հնչեցրեց նաեւ վարչապետը Զելենսկուն, այնտեղ խոսեց բարեկամ կապերի մասին, SSS, բայց հետաքրքիր էր այս հատվածը, որ Հայաստանը մեծապես կարևորում է ընդհանուր արժեքները, պատմական բաները եւ հաստատակամորեն աջակցում է արդար եւ տևական խաղաղության հաստատմանը ուկրաինական պատերազմում։ Հիմա թե մերոնք այս արդար ձևաչափը որն է, ոնց ենք դիտարկում, որն է արդար այս պարագայում, եթե խոսքը գնում է միջազգայինորեն
ճանաչված սահմաններով պետության մասին, դա արդեն իմ կարծիքով այստեղ շատ զգուշավոր բառամթերք են օգտագործել։ Իհարկե։ Եթե այնտեղ Ռուսաստանի հապկի պարագայում, բայց դες զգուշավոր բառամթերք չի օգտագործում, բայց այս պարագայում զգուշավոր է։ Այսինքն բան կա էլի, սամացենզուրա, ինքնակննադատություն կա բառամթերքի մեջ։ Չի ասում, որ մենք աջակցում ենք ձեր տարածքային ամբողջականությանը։ Դες Ալիևը օրինակ խոսացինք, դες հստակ ասեց այս ֆորումներում, բանում, որ մենք աջակցում ենք այն Դմիտրի Գարդոն կար վերլուծաբան, որ ներկա էր ֆորումին, որ ասեց գնացեք ձեր ժողովրդին ասեք, որ տարածքային ամբողջականությունը երբեք չզիջեն, չհամակերպվեք օկուպացիայի հետ, բան, ասենց բառամթերքով, մերոնք ավելի մենք կողմ ենք արդար խաղաղությանը, բան, ասենց։ Փաշինյանը այսօր խորհրդարանում ելույթ ունենալիս կրկին դիմեց ռուս գործընկերներին երկաթուղու կառավարումը երրորդ երկրին հանձնելու խնդրանքով։ Ինչու են ներդնողները, բեռնափոխադրողները, ապրանքներ վաճառողներն ու ձեռքբերողները խուսափում երաս ախուրիկ երկաթուղուց մի պարզ պատճառով երկաթուղու այդ հատվածը թեև Հայաստանի լիարժեք սեփականությունը գտնվում է ռուսական երկաթուղու կառավարման ներքո։ Իսկ ռուս դաշնությունը եւ արևմուտքի բարդ հարաբերությունները, դες ճիշտ է ասում։ Ռուս դաշնությունը եւ արևմուտքի բարդ հարաբերությունը, ռուս դաշնության նկատմամբ կիրառվող պատժամիջոցները միջազգային ներդրողներին, բեռնափոխադրողներին ստիպում են խուսափել, ռիսկի չդիմել ուղղակի կամ անուղղակի պատժամիջոցային սահմանափակումների կամ նման ռիսկ ունեցող ենթակառուցվածքի հետ աշխատելը։ Այո, քանի որ Ռուսաստանն է դա կառավարում, այդ մարդու մենք գործ չունենք, ասում մենք չենք ուզում պատժամիջոցների տակ ընկնել ու տարբեր խնդիրներ ունենալ։ Փաշինյանը կրկին նշեց, երկաթուղին Հայաստանի սեփականությունը ընդհանրապես գտնվում է ռուսական երկաթուղիների կառավարման ներքո, եւ որ այս փաստի հետ կապված որևէ խնդիր չունեն։ Դե այս ճանապարհները, որ ապաշրջափակվում է ու ռուսների ձեռքին է, մենք իհարկե շատ դժվար իրավիճակի մեջ ենք, այս նախագծում ռուսները չկան, մենք ապաշրջափակում ենք անում ու ճանապարհը ռուսները հիմար չի տա այդ եղաշեղացները վերցրել է իր ձեռքը, որ մեզ տնօրինի, հիմա դու ասում ես բարի կամքի տեսփան է, ինչ իհարկե չի տա։ Եվ ինչ գաղափար էր այդ հանձնել ռուսներին այդ երկաթուղին։ Մի երկաթուղի չէի կարողանում պահել ուրեմն, այն էլ քանի կիլոմետր ոտից գլուխ, որ ասես մի տարածքներ չեն հսկայական, էլի։ Կառավարեք, հիմա այսօր դե պարշի որ այդ տենց բան ունի իր ձեռքին, տենց կոզեր ունի Ռուսաստանը, պայմանագիր ունենք, այս հանդիմություն կոչվածը հանդիմությունը, որը պրոռուսական է եւ Ռուսաստանի նաեւ հայերի որոշ շողակների շնորհիվ եկան դարձան դեպուտատ, այդ հարցերը թող ազգային ժողովում տային։ Ոչ թե նստեին ինչ որ հիմար բաներից խոսեին, դուք եսեք, դուք ենեք, բանը կասեիք օրինակ, ոնց ստացվեց։ Եթե չեմ սխալվում, Քոչարյանի ժամանակ տվեցին, հա, ինչի մենակ 30 տարով, չէ՞, եթե 30 տարով պայմանագիր ինչնից մի։ Գիտեմ, տարին չեմ նշում, բայց այդ գույք պարքի դիմաց տերմինը այդ ժամանակ դրվեց շրջանառության մեջ։ Ինչ է դա ընդհանրապես նշանակում։ Այդ Ռուսաստանը աֆրիկյան երկրներով, Վենեսուելայով, Կուբայով, աշխարհի ամեն ծայրամասում ինչքան պարտքեր ներեց, այս խեղճ ու կրակ Հայաստանին, որ դարերով ծառայել է, մի քանի միլիարդ չէր կարա ներել եղաշեղած եկան ձեռներիցս տարան։ Այ sense դրա համար, որովհետև հարավային Կովկասում իրանց սուվերեն պետություն պետք չէր։ Իրանց պետք էր վասալ։ Okay, Հայաստանի Հանրապետություն է կոչվում։ Կոչվեք, բայց ես եմ ասում, ինչ պիտի լինի։ Այդ էր ատոմակայանը իմնա, երկաթգիծը իմնա, գազը իմնա, հոսանքը իմնա, դե տեսեք ինչ ասա, իսկապես որ մտածեք, լրիվ շրջափակում է։ Եթե քո բանը տրանսպորտային երկաթուղին իրան ձեռքում է, էլեկտրականությունը այդ ատոմակայանը, որից մենք սնվում ենք, իրան ձեռքում է, հեծը իրան ձեռքում է, սահմանապահները ովքեր էին, բա սահմաններն էլ էին իրանք հսկում, գալիս էր օդանավակայան, իրը գալիս էր ֆենազ մազերով կնիկ էր բեգուձիներով, կյաժ մազերով, բանը, դաբրո պաժալովից ասում էր, ինչի պիտի տենց լինի, էլի ես բան չունեմ, ամեն մարդ իր լեզուն իր տեղ, թող գտան այդ բանը ինչ էր նշանակում, որ սահմանապահները ռուսն էին։ Այսինքն ով որ մտնում է Հայաստան, իրանք տեղյակ էին։ Ով ուզում է մտնի։ Բայց կնիկները ձեր ժամանակով կար, կլոր կնիկներ պիտի լիներ։ Այո, ոչ թե մուտք ու ելքը, այլ անձնագրիդ մեջ պիտի կնիկ խփեին, որ այդ անձնագիրը թույլ է տրվում երկրից գնալու համար։ Ու այդ խփում էին ռուսները։
Այդ կլոր անձնագիր կար, Օվիրի պեչատ էին ասում, ինչ էին ասում, անունը չեմ հիշում, բայց անձնագիր դու ունես, բայց եթե այդ կնիքը անձնագրիդ մեջ չէին խփում երկրից դուրս գալուց առաջ, դեսպան կար, հատուկ վարչություն կար։ Դու այդ անձնագրով չէիր կարա գնայր։ Ու այդ վերահսկում էին, այսինքն այն մարդիկ, ում պետք չէր երկիր մտնել կամ երկիր գնալ, իրանք էին որոշում էլի, ով կարող մտնի, ով չի կարող մտնել։ Կանաչ լույս, կարմիր լույս իրանք էին վարում։ Էս էր։ Ու հիմա հանկարծ այդ թելերը կամած իրանց այդ պատկերացրեք այդ Մարիան այդ կաներին ոնց են չէ թելերով խաղացնում Ռուսաստան։ Այդ թելերը կտրվում են քիչ, տանկը ինչ մնաց, երկաթուղին մնաց եւ մնաց բանը այդ բազան այնտեղ ռուսական զինվորական բազան, որ Լեննականում ունեն, Գյումրիում որ ունեն։ Էտա։ Եվ բարձում է այնտեղ ահագին զինվոր կա։ Ես կարծում եմ ինչ որ տեն ձևական էլի 15-20 զինվորով, քանի հազար զինվոր կա այնտեղ բարձում այման։ Ինչի համար են այդ զինվորները մեզ պաշտպանելու։ Չեմ կարծում, ավելի շուտ հակառակը, պետք եղած դեպքում ներսից ինչ որ բաներ անելու համար։ Շատ GPT-ին ամեն դեպքում այդ թիվը, որ նշեցիք, կասկած առաջացա մոտս, ուզում եմ հարցնել երկաթգիծը քանի տարով են տվել եւ այո, 30 տարով եւ 10 տարի էլ երկարացրել են։ Մինչեւ 48 թիվն է։ Հայաստանի երկաթուղային համակարգը ռուսական երկաթուղիներին տրված էր այն ժամանակ 30 տարով, պայմանագիրը կնքվել է 2008 թվականին, կոնսենսիոն գործունեությունը փաստացի սկսվել է հունվարի 1-ից, հիմնական ժամկետը 30 տարի, նախատեսվում էր 20 տարվա աշխատանքից հետո կողմերի փոխադարձ համաձայնությամբ 10 տարով երկարացվել, ինչը կայացել է։ Այսինքն խոսքը սեփականությունը Ռուսաստանին վաճառելու մասին չէ, այլ հայկական երկաթուղային համակարգի օգտագործումն է բացարձակապես ռուսական երկաթուղիներ ընկերության վերահսկման ներքո։ Նա հասկանում եմ, հա, սեփականությունը չի, բայց դու չես կարող միջամտել, այսինքն քո տունն է, բայց վարձով տվել ես ուրիշին եւ չես կարող այդ մարդկանց հանել մեջից եւ այլն, ինքն է որոշում ինչ անի, ոնց անի։ Այդ տենց մի հատ բան կա, անեկդոտ կա մի հատ, ուրեմն ձմեռը մոլախոտը բանի գալիս է բանի մոտ, խաղողի մոտ վազին խաղողի, ասում է խաղող ջան ձմեռը ցուրտ է, թող մի քիչ այստեղ մնա մինչև ձմեռը անցնի էլի։ Այս խաղողն էլ ասում է լավ։ Ձմեռն անցնում է, փաթաթվում է բանին, տաքանում է, ձմեռն անցնում ամառա գալիս, ասում է խաղողը ասում է դե ամառն եկավ, ստեսություն, մեկերին ասում է ում տեղը որ նեղնա թող ինքն էլ գնա ասում է մոլախոտը։ Հա, վերջացավ այդ պատմությունն է, հա։ Ձեռքի տալիս դες մենք պայմանագիր ունենք, ոնց եք անելու, հա։ Ասում է Հիմա բայց այդտեղ նայ, Ռաֆայել, հետաքրքիր պահ կա։ Դեռ հույսները չեն կտրել մեզնից, էլի, որտեղ չեն ուզում, որ մենք այո։ Հիմա տեսեք, Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ կառուցողական երկխոսություն վարել բուսասանիտարական վերահսկողության հարցերի շուրջ։ Ասել է ռուս փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Խոսքը անմասին չէ Հայաստանում ուշքի գգան թե ոչ։ Հələ տես ինչ ասում էլի։ Այսինքն մենք ուշքից գնացել ենք, որ իրանք չեն ենթարկվում էլի։ Խոսքը այն մասին չէ Հայաստանում ուշքի գգան թե ոչ, այլ այն, որ պետք է պահպանվեն բուսասանիտարական վերահսկողության պահանջները։ Եվ բնականաբար մենք պատրաստ ենք նման կառուցողական երկխոսության, սակայն ցավոք տեսնում ենք, որ հայկական կողմի հետ կապված որոշակի խնդիրներ կան եւ համապատասխանաբար այդ երկխոսությունը շարունակվում է։ Նա հիշեցրել է, որ վերջերս էսել Ռուսաստանի գյուղատնտեսության նախարար հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպմանը բարձրացրել է Հայաստանից արտանվող բանջարեղենի մրգի հետ կապված խնդիրները։ Խոսքը այն մասին չէ, որ դրանք անորակ են, սակայն դրանց մեջ կան վնասատումներ եւ հիվանդություններ, բարձրաբանել է վարչապետը։ Այսինքն ուզում են ասեն, այ եկեք, եթե մի քիչ էլ դուք զիջեք, մենք էլ ապրամ, չեն ուզում կորցնել, ակնհայտորեն երևում է։ Դերնիկ այնպես մի հատ կայք եմ գտել, ընթերցում եմ եւ շաքախվում եմ։ Ուրեմն Ռոբերտ Քոչարյանի օրոք եւ Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանին վաճառված եւ հանձնված պետական եւ ոչ պետական ինստիտուտների հիմնարկների ցանկն է ու գներն էլ ակող գրած 2002 թվականին Ռոբերտ Քոչարյանի օրոք Ռուսաստանի հետ կնքվեց գույք պարտքի դիմաց գործարքը, որ այն ժամանակ ընդամենը $98 միլիոն մասն էր խոսքը։
Այսինքն պետության համար այդ միլիարդներ չի, էլի, որ ասես, օ, 98 միլիոն դոլար, որ հիմա ասեմ մի հատ շենք է Երևանում երևի այդ գինը ունի։ Հրազդան ջեկը, Մարս գործարանը, Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը, Երևանի կառավարման ավտոհամակարգերի գիտահետազոտական լաբորատորիաները, ինստիտուտները, նյութաբանության գիտահետազոտական արտադրական բոլոր ձեռնարկությունները։ Գույք պարքի դիմաց հանձնվեց Հրազդանի ջերմաէլեկտրակայանի 5-րդ էներգաբլոկը, Մարս գործարանը ասեցի, Երևանի կառավարման համակարգերի լաբորատորիան, նյութաբանության գիտահետազոտական արտադրանքի ձեռնարկությունը, Հայաստանի էլեկտրական ցանցերը, Սևան Հրազդան կասկադը 2003 թվականին ռուսական կողմին փոխանցվեց Սևան Հրազդան հիդրոէլեկտրոտիկ կասկադը մոտ 20 միլիոն դոլար պարտավորության դիմաց։ Հայկական ավիաուղիները այն ժամանակվա Արմավյան թռիչքի Քոչարյանի ժամանակ 2002 Ինչ կա չկա ձեռից վերցրել են։ Դե կարճ ասած, Այդքան 18 միլիոնը կարող էր գրպանից տալ պարոն Քոչարյանը։ Կարող է չուներ այդքան փող։ Դե թող տա։ Դե հա, բա հիմա պետություն են խոսում, մի հատ նայեք ինչ լաբորատորիաներ, բաներ, հիմա բոլորը կասեն, վայ, դե ինչեր թալանած բաներ, Ժորժան, գիտահետազոտական բաներ, մեր պետությունը պիտի հենվեր այդ ամենին վերականգներ, օգներ, լրացներ, մյուսի շնորհիվ, որ պետությունը պետություն դառնա։ Եթե այս ամբողջը, այդ ինչ մի հսկայական երկիր էինք, որ այսքան բանել տվել են ռուսին։ Բայց մեր հենքներ, տնտեսության զարգացման, կրթական ինստիտուտների, մյուսի, եթե այսքանը հանձնել են, բանեն արել, ինչի մասն ենք մենք խոսում ընդհանրապես։ Հələ ախր այդ պատկն էլ ով է ասում, ով է քննել իմացել ճշգրիտ քանի միլիոնա, որտեղից է գալիս, ինչ է անում։ Ինչ ուզել գրել են, էլի, ես տենց եմ հասկանում, ով պիտի վիճեր իրանց հետ։ Քոչարյանը պիտի վիճեր, ասել չէ, այդքան չի պակասա մեր պարտքը։ Ինչ սուսուփուս, վերցրեք, մենակ թողեք ես հանգիստ ինչ ուզում եմ անեմ։ Այս ձեզ մնացածը ինձ, էլի էտա։ Ես էլ ոնց ուզեմ կթալանեմ։ Ասեմ, որ սա Ռադիո Սվաբոդայի Ազատություն ռադիոկայանի կայքից է վերցված, հղումները ասեն, որ չասեն ապատեղեկատվություն է, հա, Եվրոպական հաշվիչ կոմիտեն է տրամադրել, Ազատության ռադիոկայանի Եվրոպական բյուրոն եւ Հայկական ժամանակը, հա, դες Քոչարյան, բանն է ստա, Փաշինյանից, բայց ամեն դեպքում Ազատության աղբյուրները անկախ ամենից մանավանդ թե Եվրոպական բյուրոն է հրապարակել, հավատացեք, որ վստահության չափաբաժին ունի, էլի, fake ինչ որ կայքերից չեն։ Դե սա է գույք պարքի դիմաց։ Գնանք առաջ, ինչ ունենք էլ վերտագրից ու գովազդային դաթարի կընդհատվենք։ Ուրեմն հետարքիր էր, ես մեկը ինձ զարմացրեց։ Ուրեմն Ռուսաստանը նոտաներ է հղել բոլոր երկրների դիվանագիտական գերտեսչություններին, խնդրելով Պետդումայի ընտրությունների օրը արգելել ցույցերը ռուսաստանյան դեսպանատների մոտ։ Էդ էլ են կտրում ժողովրդի։ Ուրեմն ընտրությունների գծով, հա, ուրեմն Մոսկվայից ասում են, որ Մոսկվան խնդրում է համարժեք միջոցներ ձեռնարկել ընտրատեղամասերի պաշտպանության համար։ Եվ ընտրությունների ընթացքում արտերկրում ռուսաստանյան հաստատությունները եւս կուժեղացեն պահպանությունը։ Ռուսաստանի Պետդումայի ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 18-ից 20-ը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տվյալներով Ռուսաստանից դուրս քվեարկության է կազմակերպել 152 երկրում, 300 ընտրամասերում։ Ռուսդաշնությունի ԿԸՀ-ն նախագահ Պանֆիլովան ավելի վաղ հարցազրույցից մեկում է, թե հերացած եւ երկին դավաճանած ռուսաստանցիներին պետք է զրկել ընտրությունների քվեարկության իրավունքից։ Նա նաև չի բացառել ընտրությունների ընթացքում ռուս դաշնության դեսպանատների մոտ Ռուսաստանից փախած հանրության պիկետները եւ սադրանքները։ Դե բապտի բողոքի ցույց անեն մարդիկ, բա ինչ եք ուզում։ Բայց այսօր ընտրություն չեն ասում, չէ՞։ Տարածորեն ծիծաղել է, ինչ ընտրության մասին է խոսքը։ Ինչ ընտրության մասին է։ Մի հատ յաբլկան կար, որ այն էլ ոչ թե հակա պետական էր, այլ պատերազմի դեմ էր ընդհանրապես, ասում էր մենք խաղաղություն ենք ուզում, արգելեցին մասնակցելու։ Երեք նայում եմ լրատվականը, այն համացանցային Պիվավարովի եթերը բարեկամներ, եթե գիտեք, Պիվավարով կա, քիչ թե շատ հիմա ինքն էլ մի քիչ տարօրինակ մարդ է, բայց ամեն դեպքում խմբագրական ունի, քիչ թե շատ լուրը տեղից եմ ստանում, այլ ոչ թե ռուսական առաջին արեկներից, ինչ էր ներկայացնում։ Սրոկ դրեցին մի քանի տարով այդ մարդուն փակեցին ռուս քաղաքական գործիչ, ով որ այդ յաբլկայից էլ դուս տեխնատություն էր փորձում առաջադրել, որ մասնակցի համապետական ընտրություններին, ինչ մեղադրանք ներկայացրեցին, որ իր
պաստառների ֆոնտը, տարերի, տարատեսակը, ֆոնտը որ կա, շրիֆտը Google-ի արտադրանք է, Google-ը Ռուսաստանում համարվում է էքստրեմիստական կազմակերպություն, որը ֆինանսավորում է Ուկրաինան եւ այլն, եւ որ դու օգտագործել ես այդ տարատեսակները, դու բան ես անում, սատարում ես SS-ը, ինոագենտ, ման այս մարդու վրա սրոկ դրեցին։ Այս հրա վերջի խոսքը, որ եղավ դատարանում, կա YouTube-ում նայեք։ Ասում եմ բարեկամներ, դուք ինձ անհեթեթ այն հոդվածով եք դատում, Ռուսաստանի Դաշնության սահմանադրության տեքստը, որ հրապարակված է, այլի Google-ի ֆոնտերով է։ Նույն տարերով, այսինքն ֆոնտի բանը որն է, եւ այլն բան, այդ դու տես բան, դու ստորադասում ես մեր սահմանադրությունը, դու ստորա ավելի վատած։ Հիմա խոսքս պրոռուսական մեր ընդդիմության եւ այդ հայացքներ ունեցող մարդիկա։ Դուք ուզում եք Հայաստանները այդ օրը ընկնի։ Որտեղ ոչ մի ընդդիմություն չկա։ Իհարկե ուզում են, Ռաֆայել այդ հարց էս տալիս։ Այդ ժամանակ իրենք կծաղկեն պարազիտների նման, կծաղկեն իրենք։ Եվ կամաց Ռուսաստանը դառնում է հյուսիսային Կորեա, Եվ շատ շուտով հենց այդպես էլ կլինի, կդառնա Կորեայից։ Լավ, մտածեք այո, այս ուղղությամբ մեր գործընկերներին ասենք շնորհակալություն, որ մեզ հետ են մեր կողքին, շարունակենք քննարկումը մոտ 5 րոպեից։ Անգամ բարի օր բոլորին, ովքեր միացել են մեզ, օրը երկուշաբթի, վերջին աշխատանքային շաբաթն է օգոստոս ամսվա, սեպտեմբերը վստահորեն թակում է դուռը, սեպտեմբեր ամիսը բան չմնաց գիտության օր եւ այլն, բայց Մեդվեդևը վիրավորական արտահայտություններ է արել Փաշինյանի հասցեին, ասում է հայ ժողովուրդը կեղտոտ լաթերով կվռնդի այդ ռուսատիացին։ Այո։ Երեք մի հատ բան էին նայում, animation-ներ, որ բացատրում են այդ ուկրաինական դրոնների, այդ անօթաչու թռչող սարքերի հարձակումը ռուսաստանյան թիրախների վրա։ Ամարտ մի ամբողջ նոր պատերազմի ձև է մարդկության համար եւ ուկրաինացիները առաջի գծում են այդ իմաստով 4 տարի աշխատեցին այդ ամեն ինչի վրա։ Ուրեմն պատկերացրեք, այս համակարգը 3 ալիքով են այդ դրոնները հարձակվում։ Ուրեմն առաջինները այդ զոհ դրոններն են, որոնք գիտեն որ պիտի խփվեն։ Ուրեմն գալիս են եւ ռուսական պաշտպանական այդ համակարգերը կրակում են այս բաների վրա, դրոնների վրա, ու այս դրոնները բաժանվում են մասնիկների, կտորների, ու ամբողջ էկրանը այդ ռուսական հակաօդային պաշտպանության լցվում է այդ կետերով, ու անհնար է տարբերել որն է իսկականը, որն է կտորը։ Ու այստեղ գալիս է երկրորդ ալիքը։ Երկրորդ ալիքը ըստ իրենց կրակելու, արդեն կոմպյուտեր ավտոմատ հաշվում է թե որտեղ են այդ հակաօդային պաշտպանության կետերը ռուսական ու հարձակվում է դրանց վրա։ Նոր երրորդ ալիքը արդեն այդ ամեն ինչով անցնում ու հասնում է իր այդ թիրախներին ու ռմբակոծում է, գիտեք արդեն այդ հրդեհները եւ այլն եւ այլն։ Մի հատ բարդ բան է, որ ռուսները այս հարցում հետ են մնացել։ Անկամ Միացյալ Նահանգները մտադրված է Ուկրաինայից դրոններ գնել այդ ժամանակակից դրոնները, որ ոչ ոք չունի։ Եւ այդ իրենք ավելի հեռատես դուրս եկան։ Իսկ ռուսները էլի տանկերով ոնց որ երկրորդ համաշխարհայնում էին կռվում տանկերի նա տեսել եք այդ վիդեոները տանկերի վրա զինվորները նստած գնում են անտառով բանով ճիշտ 41 թվի բաների նման Ժուկովի բան Կոնև Ժուկով այդ թվերի բան այո այդ բան եւ գիտեք ինչ ամենակարևորը ոչ միայն տեխնիկան է իրանցի ուղեղներն են հին իրանց հասկանում եք Իրանք այդ բանով մտածել են, այդ բանով սովորել են, այս են արել են արել եւ հիմա պարզվում է որ լրիվ ուրիշ օրենքներով է ժամանակակից պատերազմը վարվում։ Ինչն է ինձ անհանգստացնում այդ ուղեղները ժանգոտած եւ այլն բան, ասենք սովետի ժամանակ որ խոսում էինք, որ ցարական Ռուսաստանը տապալեցին ցարին, եկան, երկիրը փակ էր, այս տեխնոլոգիաները չկային, էլի 73 տարով փակեցին, մյուսը ժողովուրդը այդ ամորֆ բանով կապսուլայի մեջ իր գիտությամբ ուր հասավ բայց երբ որ բացվեց 90-ականներին այս 20-30 տարի երիտասարդությունը այս գնալ գալը այս ինտերնետը ֆուտբոլի առաջնություն օլիմպիադա այսինքն բաց էր աշխարհի առաջ ո՞նց է հնարավոր էլի վակուում ստեղծել որովհետև երբ որ համը առել են ազատության քիչ թե շատ տեսել են բան ո՞նց ցույց չկա ո՞նց հանգվածային բան ուրեմն համակարգ հենց դրա համար էլ նախ դրան բան արեցին 2 հոգի ցույցի են դուրս գալի 3 հոգի ձերբակալում էին հետո իրենք դրա համար են ինտերնետը արգելում իրենց բանն են սարքում ամեն ինչը որ հնարավորինս քիչ ինֆորմացիա հասնի ժողովրդին
Բայց տեսածից կտրել, այդ ամբողջ բանը հասկանում եմ, որ փակ բան, ասենք Չինաստանի ձևաչափն են ուզում անել, որ իրանց ինտերնետը լինի, իրանց Google-ը լինի, իրանց որոնման համակարգ, ամեն ինչ իրանց։ Այս համառորեն այդ բանից սկսած, առաջին հեղափոխությունից սկսած, որ արևմուտքը մեր թշնամին է, արևմուտքը ուզում է մեզ ոչնչացնել։ Ժողովրդին են դա սրսկել ջիու դոզայով, որ եթե մենք նստենք հանգիստ լինենք, մեզ կգան կոչնչացնեն, մեզ ուտում են ուտեն, թալանել ռուսայով այլն, ու մենք պիտի դրա դեմ պայքարենք։ Անցյալ օրը ինչ է ասում էլի բանը Պուտինը։ Ասում է դուք հիշեք, որ պատերազմը մենք չենք սկսել, ասում է։ Մեզ դրան պարտադրեցին, ասում է իրան։ Գլենայ ասածը նա, այո, մտավ զորքով բանով հարձակվեց երկրի վրա, ասում է մեզ պարտադրեցին։ Մենակ երեխան կարող է նման բանի հավատալ, էլի։ Բերանները բաց կանգնած լսում։ 10 գործակալությանը Մեդվեդևի հայտարարությունը գտա, ասում է Пашинян жидко наложил под себя. Жидко? Жидко наложил, էլի, հա։ Օ Аրա տես բանն ասում է Барасорен выборы в Армении нельзя считать легитимными из-за действия премьер-министра Пашиняна. Пашинян жидко наложил под себя и сейчас пытается снять всех конкурентов. И в этом случае сами выборы, очевидно, нельзя считать легитимными. Медведев խոսքն Барасорен. Համարել չեն շնորհավորում էլի։ Հա։ Բայց այս պարամետրով։ Հա, հետո։ Да. Հələ ավելի է վատանալու։ Հա։ Ավելի է վատանալու։ Դե բա ինչ ենք սպասում։ Հա։ Ինչ ենք սպասում։ Այստեղ մի կարևոր ճշտում կա Մեդվեդևը նաև Փաշինյանին եւ Զելենսկուն է համեմատել, ասում է эти два дебила։ Հա, սակայն այս կոնկրետ ձևակերպման մեջ երևում է, որ Մեդվեդևը ուղիղ մեջբերում է անում առաջին հերթին ընդգծելով իր ատելությունը Զելենսկու նկատմամբ։ Ընդհանուր պատկերը հետևյալն է. Մեդվեդևը հռետորաբանությամբ Փաշինյանի նկատմամբ զգալիորեն կոշտացրել է վերջին ամիսների ընթացքում քաղաքական քննադատությունից հասնելով արդեն անձնական անտակտ վիրավորանքների։ 10-ին է հարցազրույց տվել։ Կատակ բան չի։ Դե բանի շնիկները էլի բանի, հա։ Անամոթություն։ Պուտինի շնիկները, հա։ Դե հնարավոր չի, այս ճանապարհը հետ գնալ էլ չեմ պատկերացնում։ Բայց հետաքրքիր է, ես չեմ տեսել, որ որևէ ուրիշ ազգի մասին այդպես ռուսները խոսեն, էլի Ադրբեջանի կամ եսի Միջին Ասիայի։ Ոնց Էստոնիա, Լատվիա, Լիտվա, այլ նույն Հա, այդ չէ, ես նկատի ունեմ այս վերջի բաներին, էլի, հա։ Դե արդեն ուրեմն իրավիճակը իսկապես սրվում է, եթե իրենք անցել են այդ տակտիկային պարզավոր շատ լավ չի իրենց վիճակը արդեն էլի, մեջ լավ չի, ոչ թե շատ լավ չի, բայց իրանք մինչև վերջի կաթիլը պայքարելու են, հանկարծ չկարծեք, որ մեզ մոռանան, լավ գնում եք գնացեք, չէ, ինչքան հնարավոր է բոլոր միջոցները կօգտագործեն։ Ամրագրեն ժամը 9 է արդեն լինում Լոս Անջելեսում, հարգելի բարեկամներ, մեզ լսում եք նաև երեկոյան ժամին 5-ից սկսած լավ թեմայով է ուսում ավարտեի գրքի միջազգային փառատոնն է լինելու Երևանում, եթե լինելու եք Երևանում սեպտեմբերի առաջին շաբաթում 4-ից 6-ը Հանրապետության հրապարակում անց է կացվելու գրքի Երևանյան միջազգային արդեն 9-րդ փառատոնը, շատ գեղեցիկ միջոցառումներ են անում, շատ էթիկայի, այսպես կրթության մուդ է ստեղծվում, շատ հաճելի։ Գրքի Երևանյան 9-րդ փառատոնի թեման լեզուն է որպես քաղաքակրթություն, որպես հիշողությունը ամրապնդող եւ զգացումներ փոխանցող երևույթ։ Գրքի ցուցահանդես տոնավաճառ է լինելու, 60-ից ավել կազմակերպություններ են մասնակցելու, փառատոնի բացման արարողությանը սեպտեմբերի 4-ին երեկոյան ժամը 7-ին Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում կարող եք ներկա գտնվել, կամ փոխվեն նաև մի շարք այլ տոնավաճառների արդյունքները։ Մրցույթին ներկայացված է 455 հայտ, որոնցից հաստատվել է այս պահին 205-ը։ Այս տարի առաջին անգամ փառատոնյան ծրագրում ներառված են արևմտահայերեն բանաստեղծություններ եւ մրցույթ, որ միավորելու է աշխարհասփյուր հայ բանաստեղծներին, ստացվել է 23 հայտ 8 երկրից։ Կեցեմ բոլորը, հաջողություն ենք մաղթում բոլորին։ Գեղեցիկ։ Մի հատ էլ հետաքրքիր նորություն կա, ուրեմն Չինական ընկերության ստեղծած մարդակերպ ռոբոտը, որին կայծակ են անվանակոչել, վազքի աշխարհի ռեկորդ է սահմանել 100 մետր հաղթահարելով 9.32 վայրկյանում։ Հետաքրքիր է, մարդուց արագ է վազում արդեն։ Այդ կադրը տեսակ, այդ կադրը։ Որ անգավ
Մի հատ տկա որ էլա վարվեց, տեսել ես այդ փորից կրակ դուրս եկավ։ Վայ։ Ուրեմն 100 մետր վազքի աշխարհի ռեկորդը ջամայկացի Բոլթինն է, ով Բերլինում 2009 թվականին անցկացված ատլետիկայի աշխարհաշնչյանում արտարացություն հաղթել է 9.58 վայրկյանում, իսկ մեր ռոբոտը 9.32 վայրկյանում է։ Կայծակի հասակը 1 մետր 69 սանտիմետր է, քեզնից կոլոտ է, Ռաֆայել։ Ինչքան է բոյը։ 1.69-ը։ Դե շատ կոլոտ է ինձ լավ։ Ոտքերի երկարությունը սակայն, ես չգիտեմ քո մոտ ինչքան է, 1 մետր 5 սանտիմետր է։ Դե ես այն ART-ի պատը սենց անցնում եմ ոտքով, տեսել եք, այդ ռոբոտը չի կարող դժվար է։ Կարելի է կազմակերպել ռոբոտ եւ Ռաֆայել մրցույթը։ Okay, լավ, բարի երկուշաբթի եւս մեկ անգամ բոլորին, ձեզ ասենք ցտեսություն, հերոստատեսություն եք գնում։ Էլի միայնակ եք, գործընկերը վերադարձել։ Չէ, արդեն Այս շաբաթ էլ ես եմ միայնակ, լրատվությունը Արմինեն այս շաբաթ շատ ծանրաբեռնված է տարբեր բաներով, ես եթերը վերջացրեցի ու եկել եմ, այսօր ես եմ ստանձնեմ, գիտեմ բարդությունը, այնց որ եթե հանկարծ 1-2 օր հանկարծ ստացվի ուշանամ, մեր ռադիոլսողներն են թող ներողամիտ լինեն, բայց կաշխատեմ, որ ճիշտ ժամանակին լինեմ տաղավարում։ Այսքանը։ Դե ինչ վաղս ներելներ, լավ եղեք, ցտեսություն։ Դերնիկին ասենք ցտեսություն հանդիպելու ակնկալիքով, հարգելի բարեկամներ, ես մեկ անգամ շնորհակալ եմ բոլորից ուշադրության համար, հարգելիներս, այստեղ հաղորդագրություններ եք գրում, սիրով այստեղ լավ բաներ, շնորհակալ եմ իհարկե։ Հաշված օրերից դե գալիս եմ, բան չմնաց, մոտ 2 շաբաթից էլ քիչ եւ կհանդիպենք նույն ձևաչափով, նույն ժամին, ընկերներ, գիտեք, պայքարը հասավ այն կետին, որ կապ չունի աշխարհի որ անկյունից ենք, ես ունեմ մի հատ ճամպրուկ, որտեղ մեր տեխնիկան, մեր հեռարձակման բոլոր հնարավորությունները մեզ հետ են, այնպես որ որևէ ձև բաց չենք թողնի մեր շփումները, դեմ դիմացը եւ ոչ միայն